Փարքնժդեհին և ազատություն, ապստամբ, հայրենատեր սասնածռերին։ Խոսակցության նյութը լինելու է քարոզչությունը և առհասարակ ինչպես են կառուցում իշխանություն և նախկին իշխանություն, ասել է թե իշխանություն, որովհետև այսօր դեռ մինչև պահը Հայաստանի խորհրդարանը ներկայացնում են նախկիններն ու ներկաները, ասել է թե իշխանությունը կիսված է նրանց մեջ կամ միջև և նրանք բացարձակապես տիրապետում են Հայաստանի քաղաքական արտաքին շարժին։ Ինչ քարոզչություն է Հայաստանում, կասեի մոլեգնում, և որ քարոզչության դեմ է մեր քաղաքական թիմը, ազգային ժողովրդավարական բևեռը պայքարում։ Մինչև նյութին անցնելը ասեմ, որ ազգային ժողովրդավարական բևեռի համարը ընտրացուցակում 8-ն է, դուք տեսնում եք, մենք ենք մեր սարեր նկարի ներքևի հատվածում, ես տեղադրել եմ 8 հիշեցնող մեր բևեռի խորհրդանիշը, և այսպես, երբ որ հետևում ենք հանրային հեռուստատեսությամբ քարոզչությանը, խոսվում է խորհրդային Հայաստանի, բացարձակապես խորհրդային Հայաստանի, որը դարձել է թե նախկինների, թե ներկաների պատկերացումներով բուն Հայաստանը։ Բացառապես խոսակցությունը գնում է խորհրդային Հայաստանի վարչական սահմանները ճանաչելով պետական սահմաններ և մի քանի 100 կիլոմետրի դես-դեն լինելու շուրջ։ Այսինքն բացառապես մոռացվել է միջազգային փաստաթղթերը։ Եվ բացառապես այդ 18-19 քաղաքական թիմերի մեջ, այնպես ասել, որ միայն ազգային ժողովրդավարական բևեռն է Հայաստանի տարածքը ճանաչում առաջին հանրապետության, այսինքն ազգերի լիգայի կողմից, մեկն էլ ասեց, ինչի Վիլսոն իրավահար վճիռ միջազգային կանադառնամ դրան էլ, ազգերի լիգայի կողմից ճանաչված Վիլսոնի իրավահար վճռով սահմանազատված Հայաստանի տարածքը, որը 162,540 կիլոմետր է, և այս սահմանից դուրս այլ Հայաստան ճանաչելը հանցագործություն է, որովհետև Ալիևն արդեն մեզ միջազգային դատարանում որպես օկուպանտի պարտավորություններ է առաջարկել, սկզբնական 150 միլիարդ ԱՄՆ դոլար։ Եվ այնպես է ստացվել, որ կարողանում են Ալիևի, բացարձակապես Ալիևի օրակարգը տանել այդ բանավեճների հարթակ։ Պետրոսը հրաշալի դա կարողանում է կազմակերպել։ Եվ հեգնում է, հենց որ խոսում ես առաջին հանրապետության իրավահաջորդությունից, խանգարում է, փորձում է ինչ-որ մի կերպ շեղել, բայց դա իրեն մոտ չի ստացվում, որովհետև ազգային ժողովրդավարական բևեռը վճռական է այս հարցի շուրջ և երբեք իր տեսակետը չի փոխել, երբեք, 10 տարի առաջ էլ ենք այս մտքին, 15 տարի առաջ էլ, հիմա էլ, վաղն էլ, էլի այս մտքին ենք լինելու։ Ինչ է ստացվում, որ իրական Հայաստանի իրենց պատկերացումները թրքաբոլշևիկյան վարչական կտորն է, որը երբեք պետական կամ ինքնուրույն սուբյեկտ չի եղել, օբյեկտ չի եղել։ Ես ձեզ ասեմ ավելին, խորհրդային Հայաստանի սահմանները այս 70 տարիների ընթացքում փոփոխվել է անընդհատ։ Այդ ցեկան նստել է ու մի օր որոշել է, որ այս տարի այս գյուղը անցնում է Ադրբեջանին։ Վերջ։ Մյուս տարի նստել են, որոշել են, որ այս մի գյուղն էլ է անցնում Ադրբեջանին։ Հասկանում եք, առանց ցեկայի որոշում եղել, որովհետև երբ որ նայում ենք, ասում են 75 թվի քարտեզ, չգիտեմ 50 քանի թվի քարտեզ, 80 քանի թվի քարտեզ, այսինքն ստացվում է այնպես, որ Հայաստանի խորհրդային այդ հանրապետության սահմանները ոչ մի իրավական հենք չեն ունեցել, դրա համար խորհրդային միությունը երբ որը ինչ որոշում ուզեցել կայացրել է։ Եվ այսպես այդ 30,000 չգիտեմ որքանը դարել է 29,000, այսօր արդեն Նիկոլի համար 29,743 կարծեմ։ Եվ նախկինների ու սրանց բանավեճը
Բա ինչու 29800 չէ, որ 29743 է, օրինակ։ Այսինքն ոչ մի բան չի եղել, էլի մտամ, այսքան բանն է մեր խնդիրը։ Մեր տարաձայնությունը այս խնդրի շուրջ է։ Այդպես է ստացվում։ Սիրելի հանրություն, եթե մենք մնանք այս մտածելակերպին, Ալիևը մեզ շատ հեշտ կջարդի։ Առանց կրակոցի։ Ինքը դա հայտարարել է։ Ինքն ասում է մենք տանկերով չենք գնալու իրենց պատկերացրած Արևմտյան Ադրբեջանը։ Իրենք մեքենաներով են գալու։ Եվ հետաքրքիր է, այդ որ հանգարց մենք խոսում ենք Արցախը Հայաստան է, Արցախի հարցը չի փակվել, մեզ ասում են դուք խոչընդոտում եք խաղաղության գործընթացին։ Երբևէ Նիկոլ Ալիևին ասել է ինչու է Արևմտյան Ադրբեջանով խոչընդոտում մեր խաղաղության գործընթացը։ Երբեք։ Եվ այնտեղ մեկն էլ կար ասում էր բա այս բանը Ամերիկան ցանկանում է որ Հայաստանի հետ հարաբերություններ ունենա, որ դուք այդպես ուզում եք Ամերիկայի հետ հարաբերություն ունենալ։ Նախ առաջինը մենք պետք է ուզենանք։ Կարող Ամերիկան ուզենա, մենք չուզենանք, չի ստացվի, որտեղ մենք հապկում ենք։ Երկրորդ, եթե Ամերիկան չուզենար, այսօր շփման գծում եվրոպական դիտորդներ չէին լինի։ Ասեմ ձեզ, դա Նիկոլի հրավերով չեն եկել։ Ընդհակառակ, Ալիևը պնդում է, որ այդ եվրոպ դիտորդները գնան, Նիկոլն համաձայն է, որ գնան։ Իբր իրանց հարցերն արդեն լուծվել է։ Դա եկել են ոչ Հայաստանի իշխանությունների կամքով։ Այսինքն իրենց կամքով են եկել, հասկացել են, որ այստեղ Հայաստանի իշխանությունները դավաճան են եւ երկիրը զիջում են Ալիևին, իրենք եկել կանգնել են, որ էլ չզիջի։ Պատկերացնում եք, չէ՞, եվրոպական միության դիտորդական առաքելության հանձնաժողով այդ խումբը եկել է ոչ մեր կամքով։ Ինքը եկել է, որ Նիկոլի դավաճանությունը սահմանի գյուղեր, չգիտեմ, ճանապարհներ զիջելու կասեցնի կամ տեսնի։ Որտեղ Նիկոլը համաձայն է, որ սրանք գնան, որտեղ Ալիևն է այդպես համաձայն։ Երկրորդ, թրիպը այդ Զանգեզուրի միջանցքը որքան էլ դա իմ սրտով չի։ Ընդհանրապես դեմ եմ ես այդ թրիպին, որի անունը Իլհամը Զանգեզուրի միջանցք է դրել։ Էլի մեր կամքով չեն եկել։ Էդի Ամերիկան մի օր որոշեց, որ ինքը այդտեղ պետք է տերություն անի, որովհետև տեսա, որ Նիկոլին երբ ինչ ուզում են տալիս է, գնաց այնտեղ կանգնեց, որ էդի առանց իր իմացության ոչ բան չանի։ Սա հենց Ամերիկայի ձեռնարկն է, ոչ թե մեր խնդրանքը։ Ամերիկան, երբ որ Վիլսոնի իրավարար վճիռ էր կազմում, էլի մեր խնդրանքով չի արել։ Ու որ մինչև օրս այդ Վիլսոնի իրավարար վճիռը իրանց երկրում դա արդեն ներքին փաստաթուղթ է դարձել, որի հետևանքով Թուրքիայի հետ իրենց լարվածությունը մեծամասամբ դրա հետևանքով է, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ճանաչում Թուրքիայի այն հատվածները, որոնք Վիլսոնի իրավարար վճռով համարվում են Հայաստան։ Հիմա հարց այդ նախկին ու ներկաններին։ Ձեր բոլշևիկյան քարտեզներով այդ Հայաստանը որ մի փաստաթղթով է ճանաչվել որպես սահման։ Որ փաստաթղթով։ Կարող եք ասել։ Եվ արենա են նետում տկարներին։ Ու երբ որ տեսնում են, որ իրականը, արդարը, այդտեղ լույս է սկսում սփռել, սկսում են վեճ։ Իրար հետ, նախկին ու ներկա։ Դու հարց ես տալի Ալինչիկին, հարցը պատասխանում է նախկիններին հայհոյելով։ Տղա, դու նախկիններն էլ դուք էլ վրեն։ Հարցին պատասխանի։ Ձեզ ինչ հարցն են, տանում եք գցում եք քարը Ռոբերտի Բաղչեն։ Նրան հարցում է, սա բերում եք գցում եք ձեր Բաղչեն։ Ինչ եք երգիրը ձեռնեձեռսս քաշ քշելով տանում հասցնում ես վիճակի։ Հայ ժողովրդի մոտ այնքան են վիճել սրանք, որ դառել է դա սովորական։ Անկամ են խեղճ կինը, որ համ տղան, համ թոռը զոհվել էր, բերել են իրենց Թաթա Սիմոնյանին երգացնում են, այդ կինը մոտեցել ասում է ինչի դու վրա ես ուրախ, ես ամեն օր տառապում եմ, ցավ եմ ապրում, ձայնը բարձրացնում են երաժշտության, ծափ են տալի, գոռում են։ Էսի տպավորություն է, որ այդ 5000 տղաները, որ զոհվել են, դրանք են խանգարում։ Այդտեղ խանգարում են, որ մենք երջանիկ ապրենք, որ մենք ազատ ապրենք։ Դա տպավորություն էր, որ
Այդ ցույց տվեցին, որ շատ լավ է եղել այդ Նիկոլի ասած սցենարով պատերազմը սարքել էինք, որ ձեր տղաների գլուխն ուտեինք, որ մենք այսօր լավ երջանիկ ուրախ ապրեինք։ Դա է նշանակում, եթե խորանում ես։ Դուք պատկերացնում եք ուր եք հասել։ Երբ որ միտեղ մարդ է մահանում, անգամ հարսանիքներն են հետաձգում։ Ասում են հարևանը մահացել է։ Դհոլ զորնի ձեն չհանենք։ Թող մի ամիս հետո լինի, թող 40-ը դուրս գա։ Հիմա մարդը իր զավակի ու թորան այդ գոտիները վերցրած եկել ասում ես ինչ եք անում։ Ինչի վրա եք ուրախ։ Որ սպանել եք այդ 5000-ին ձեր սցենարով պատերազմով։ Որ հայրենիք եք զիջել, որ ցեղասպանություն եք ուրանում, որ Արարատից եք հրաժարվել։ Ինչիդ վրա ես ուրախ։ Եթե 5000 տղաները զոհված լինեին, արդյունքում Նախիջևանն էլ ազատագրած լինեինք, այդ զոհվածի մայրը ինքը կգար եւ չեր խանգարի։ Կասեր իմ տղան ձեր ուրախության համար է զոհվել։ Բայց դուք համ հայրենիք եք հանձնել, համ էլ այդ մարդկանց կյանքը կերել։ Ու ուրախանում եք։ Այսօր եք հասել։ Հələ Նիկոլական։ Հələ մի քիչ մտովի հետ գնա մինչև Նիկոլի գալը։ Դու նման այլասերված բան կանեիր, որ հիմա անում ես։ Եվ որ զոհվածի մայր էին տեսնում այն ժամանակ, խոնարհվում էին, զիջում էին ճանապարհը, զոհվածի ծնողները, կանայք, միշտ արտոնյալ են եղել, ոչ թե օրենքով, այլ մարդը այդպես հարգել է։ Դու այսօր քո Թաթա Սիմոնյանին, քո Ռաբիս Թաթային քոքում ես, թե ինչ անում ենք, լավ ենք անում, կամ չգիտես, ես ինչ ես անում։ Իմիջիալուց անդառնամ մի երկու դրվագել եւ եզրափակեմ խոսքս։ Ուրեմն այս Նիկոլը, երբ որ այդ խորհրդային Հայաստանի այդ տիպաժը որ կպցնում է կրծքին, դա ուզում է հայ ժողովրդին այդ դրան սովորեցնի, հանցագործի պիտակին, ես դրան հանցագործի պիտակ եմ դրել։ Եվ օրինակ մեր արտիստներից կա Հովհաննես Դավթյան։ Նույն կերպ իբր Նիկոլին նմանակում է այդ նույն խորհրդային Հայաստանի այդ նույն գույնի դեղին, թե նարնջագույն, կպցնում է կրծքին, այդ լայնեզր գլխարկը դնում է եւ իբր նմանակում է Նիկոլին։ Կամ ծաղրում է, կամ չգիտեմ ինչ է անում, բայց իրականում ինքը հենց Նիկոլի քարոզչա մեքենան է, որտեղ ինքը իր կրծքին կպցնում է հենց այդ քարտեզը, որը քարտեզ չէ, հանցագործի պիտակ է։ Այս իմիջիալուց ասեմ, դուք հետևություն արեք, թե ում երգիծական հաղորդումներին հետևեք, ում չէ։ Էլի կան տղերք, ովքեր նմանակում են Նիկոլին, էլի լայնեզր գլխարկը դրած անունը մոռացա, եւ այդ տղան նմանակում է Նիկոլին, բայց այդ քարտեզը կրծքին չի կպցնում, ու ոչ միայն այդ տղան։ Բացառապես դրանից այդ Հովհաննես Դավթյանից։ Մնացածը, եթե նմանակում են Նիկոլին կամ ծաղրում են, առանց այդ խորհրդային Հայաստանի կրծքանշանի են անում։ Այսինքն իրենք Նիկոլի գործին օգուտ չեն բերում, ինչպես այս երիտասարդն է անում։ Երիտասարդ, եթե դու ներողություն չխնդրես այդ պիտակը կրծքիդ կպցնելու համար, ժամանակը մոտենում է։ Հավատա, եթե դու հայ ժողովրդից ներողություն չխնդրես, քո կարիերան Նիկոլի հետ ավարտվելու է։ Լավ հիշի։ Մեր երկիրը Վիլսոնի իրավարար վճռով, Սևրի դաշնագրով ազգերի լիգարի կողմից սահմանված պետությունն է։ Եթե մենք այլ քարտեզի ձգտենք, մենք դառնում ենք օկուպանտ եւ հանցագործ։ Եվ մեր պատիժը չի ուշանա։ Խոհեմ եղեք, ընտրեք համար 8-ին։